Տիկին Ավանեսյան 2026 թվականից ներդրվելու է առողջության պարտադիր ապահովագրության համակարգը եւ առաջին փուլով, քանի որ փուլ առ փուլ է այն իրականացվելու, առաջին փուլով, ինչպես ներկայացրել եք, այն գործելու է սկզբում 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների դեպքում։ Ես կցանկանամ ճիշտ ասած մի փոքր այսպես կոնկրետ թվային տվյալներ ներկայացնեք, կան կոնկրետ հաշվարկներ, ինչպես է համակարգը ընդհանուր առմամբ գործելու, քանի 100 կամ քանի հազար քաղաքացիների վրա է այն տարածվելու եւ ընդհանուր առմամբ նաեւ պետական բյուջեի հետ կապված հաշվարկները կոնկրետ արված են, թե որքան լրացուցիչ ծախս է դա իրենից ենթադրելու պետբյուջեի մասով։ Անպայման իհարկե, ամբողջ բարեփոխումը ունի իր թե թվային մանրամասն, մանրակրկիտ հաշվարկները, ակտուարական վերլուծություններն ու նաև ապագա տարիների ոչ միայն հաջորդ տարվա, այլ նաև առաջիկա 3-4 տարիների կանխատեսումները, որովհետև սա իսկապես շատ մեծ բարդ բարեփոխում է եւ ենթադրում է մեր թե պետական բյուջեի եւ թե ընդհանուր առմամբ ծախսերի բավական մեծ հատված։ Ասեմ, որ ուրեմն դուք ճիշտ եք, որ առաջին փուլով ներառվելու են 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողները եւ ներառվելու են մինչեւ 18 տարեկան, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող, սոց կարգավիճակ ունեցող քաղաքացիները, անապահովության բալ ունեցող եւ 65+ տարիքի անձինք արդեն անկախ որևէ կարգավիճակից։ Ուղղակի պիտի լինեն Հայաստանի քաղաքացի եւ ունենան ռեզիդենտություն, այսինքն տարվա մեջ 183 օր պիտի Հայաստանում ապրեն։ Մեր հաջորդ արդեն 2 տարիների ներդրման գրաֆիկը եւս նախագծով ամրագրված է եւ կգա նախագիծը արդեն ազգային ժողով մինչեւ տարեվերջ այն պետք է ընդունվի եւ որ մենք կարողանանք արդեն 2026 թվականից առաջին փուլը մեկնարկել։ Վստահ եմ դուք տեղյակ եք նաև կամ բազում թե մասնավոր թե նաև պետական կառույցներում, պետական սեկտորում աշխատող քաղաքացիներ, որոնք շատ ավելի պակաս գումար են որպես աշխատավարձ ստանում։ Այսինքն ուզում եմ հասկանամ նրանց դեպքում ինչպես է լինելու, եթե վարձատրությունը օրինակ չի համապատասխանելու նաև նրանց ծախսերին։ Գիտեք, ինձ էլ շատ ակնհայտ է եւ հիմնական հարցերը, որ ուղղվում են, բա 200,000 դրամից ցածր ստացողները երբ են միանալու համակարգին, եւ սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ իսկապես քաղաքացիները հասկանում են եւ այդ գիտակցությունն ու ընկալումը կա մեր երկրում, որ ապահովագրությունը առողջական ծախսերը հոգալու ամենաարդյունավետ ձևաչափն է, որպեսզի ոչ թե մեծ ծախս անես այն ժամանակ, երբ որ հիվանդացել ես, երբ որ դեպք է պատահել շատ անսպասելի եւ դու չես կարող միանգամից միլիոն, 1.5 միլիոն օրինակ վիրահատության գումար վճարել, բայց անես այդ վճարները փոքր եւ հետո արդեն ապահովագրված լինես այդ շատ մեծ ծախսերից։ Սիրելի քաղաքացիներ, իհարկե մենք կուզեինք բոլորին միանգամից 1 տարում ներառելու, բայց մենք պիտի առաջնորդվենք մեր երկրի հնարավորություններով եւ համակարգը 3 տարվա մեջ կարողանանք ամբողջացնել։ 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացողները կմիանան համակարգին 2027 թվականից։ Եվ ինչու նաև չկարողացանք հենց առաջին տարում նրանց եւս ներառել, որովհետեւ գիտեք, որ 200,000 դրամից բարձր ստացողների համար էլ մենք փորձել ենք, որ առաջի տարվա ֆինանսական բեռը թեթևացնենք եւ զինապահ հիմնադրամին ուղղվող գումարները կրճատում ենք իրականացրել ուղղելու առողջության ապահովագրությանը եւ սոցկրեդիտների համակարգով եւս հնարավորություն է ստանալու հետ ստանալ իրենց գումարները։ Հիմա մեր խնդիրն է, նորից եմ կրկնում, 3 տարվա մեջ ամբողջացնելու այս բարեփոխումը եւ որ 28 թվականից մեր բնակչությունը ծածկվի այս ապահովագրական համակարգով։ Տիկին նախարար, ներողություն եմ խնդրում, բայց ավելի նպատակահարմար չէր օրինակ առաջին փուլով պարտադիր առողջապահության ապահովագրության համակարգում ներառել այն քաղաքացիներին, որոնք ստանում են հենց 200,000 դրամից ավելի նվազ գումար։ Հաշվի առնելով, որ բնականաբար նրանց վարձատրությունը շատ ավելի քիչ է եւ հասկանալի է, որ ինչպես նաեւ դուք նշեցիք, բազմաթիվ բժշկական թանկ ծախսեր նրանք չեն կարողանալու պարզապես հոգալ։ Հիմա տեսեք, սա պիտի դիտարկել ամբողջական կոնտեքստի մեջ։ Նախ պիտի նշեմ, որ նույն այդ ընտանիքների մեր ընտանիքների կազմությունը եթե վերցնենք, հիմնականում վերցնենք ծնողներ, 2 երեխա, տատիկ, պապիկ, ասենք, չէ, մեր միջին վիճակագրական ընտանիքի կազմությունը։ Ըստ էության պետությունը հենց թեթևացնելու մեր ընտանիքների ֆինանսական բեռը երեխաներին եւ մեծահասակներին
ապահովագրում է պետության հաշվին։ Հաջորդիվ գալու։ Ինչու հնարավոր չէր առաջին տարում այդ ֆինանսական բեռի մեղմումը ապահովել նաև մինչև 200,000 դրամ ստացողների համար, որտեղ նրանք զինապահի հիմնադրամին ուղղվող միջոցները շատ փոքր էին, եւ եթե այդ միջոցները մենք հաշվարկեինք պարտադիր ուղղելու առողջության ապահովագրության, ըստ էության դրանք բավարար չէին ամբողջական հատվածը փակելու, ինչպես օրինակ 200,000-ից բարձր ստացողների համար։ Դրա համար պիտի խնդրենք, որ մի փոքր համբերությամբ զինվենք եւ 2027 թվականից հաջորդ խումբը իհարկե նրանք են ներառելու։ Բայց նորից ուզում եմ կրկնեմ, որ այստեղ նաև անապահովության բալ ունեցող անձինք, ովքեր իսկապես ֆինանսապես, սոցիալապես շատ խոցելի վիճակում են, պետությունը այս հոգսը հոգացել է։ Մի բան էլ ասեմ, մենք նաև ուսումնասիրություն անելով հասկացել ենք, որ մինչև 200,000 դրամի այդ սեգմենտը աշխատավարձային կամ անձը մի քանի տեղ է աշխատում եւ մեր բարեփոխման մեջ նաեւ ներառել ենք, որ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, մենք դիտարկում ենք նրա հավաքական աշխատավարձը եւ դա ենք դիտարկում որպես բազա եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի նա ընդգրկվի ապահովագրության մեջ։ Բայց այստեղ ունենք նաեւ ստվերային աշխատավարձի հարց եւ ես նորից պիտի մեր քաղաքացիներին հիշեցնեմ ու հորդորեմ, որ եթե ձեր աշխատավարձը չգրանցված հատված կա, որը որ թույլ չի տալիս ձեզ օգտվելու այս ապահովագրական բարեփոխման արդյունքներից, ապա անպայման մինչև հունվարը անցեք սպիտակ դաշտ, պահանջեք ձեր գործատուներից գրանցել ձեզ որպես օրինական աշխատող եւ օգտվեք ձեզ հասանելիք բարիքից։ Տեղյակ եք, որ կան բազմաթիվ գործատուներ, որոնց պայմանը դա է, չեք ուզում, կարող եք դուրս գալ։ Տվյալ դեպքում քաղաքացին հայտնվում է երկընտրանքի առաջ, կորցնել աշխատանքը առհասարակ, թե գնալ այդ պայմաններով, որոնք իրեն պարտադրում են։ Գիտեք, այստեղ մենք միասին պիտի աշխատենք։ Միայն քաղաքացու հարցը չէ եւ միայն քաղաքացին չի, որ պայքարում է հարկերի թաքցնելու դեմ, բայց քաղաքացինի դերը եւս շատ կարեւոր է։ Քաղաքացին պիտի պահանջատեր լինի իր հասանելիք իրավունքների իրացման համար։ Եվ մենք էլ այս բարեփոխումը նաեւ իրականացնելով խրախուսում ենք այս վարքագիծը։ Այլևս ես ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարելը շատ ավելի մեծ հետ վերադարձ է ապահովում, քան թե այն փոքր չվճարված հարկը, որը մենք թաքցնում ենք մեր երկրից, թաքցնում ենք մեր հենց առողջապահական կարիքներ ունեցող մարդկանցից, մեր զինծառայողներից եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ նորից պիտի ասեմ, այն գումարը, որը վճարվում է պետությանը, դա պատիկներով վերադառնում է մեր ընտանիք, մեր ծնողների, մեր երեխաների, հենց մեր առողջության, մեր դպրոցների, մեր բժշկական կենտրոնների մեջ, եւ մենք դա տեսնում ենք։ Եվ նաեւ սա է, որ մարդիկ տեսնելով միայն հարկային վարչարարությամբ չէ, որ մեր բյուջեն աճում է, միայն տնտեսության աճով չէ, որ մեր բյուջեն աճում է, որտեղ մեր քաղաքացիները նաև տեսնում են, որ վճարված հարկերը վերադառնում են իրենց տուն։ Հիմա խնդրում եմ ֆինանսական առումով կասեք 26 թվականին օրինակ, երբ որ համակարգը արդեն ուժի մեջ մտնի եւ սկսի գործել, ինչքան ֆինանսական հատկացումներ են արվելու։ Ի նկատի ունեք բյուջեի կողմից, ուրեմն ընդհանուր առմամբ 210 միլիարդ դրամ եւ եւս 9 միլիարդ դրամ էլ որպես առաջնահերթություն է բյուջեում դրված, այսինքն կարող ենք ասել, որ ընդհանուր ամբողջ բյուջեով եւ հավելվածնելով 220 միլիարդ դրամի չափ է հասնելու։